Համայնքապետարանի աշխատակիցներից մեկը իշխանության լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարեց, որ կաթողիկոսի հարցը պետք է լուծվի նրա գլխին քարով խփելու եւ սատկացնելու միջոցով։ Վահե Ղալոմյանն ասում է, ես պատարագ եմ գնում, մենակ եթե Նիկոլը գնում է, ես ասում եմ, ի՞նչ ասում, անցյալ կիրակի ուր է եղել Նիկոլը։ Ասում են Նիկոլը քաղաքում չի եղել, պատարագի չի գնացել, ասում դե ես չեմ գնացել։ Սկզբից խոսում է ուրիշների բերանով, ինքը գա, երբ որ գործելու ժամանակը գա, ինքը կգործի ուրիշների ձեռքերով։ Իշխանականները կասեն՝ մի դու էլ ես միացել մեր ձևովին, դրա համար նստած գովազդ ես անում։ Նիկոլ Փաշինյանը անընդհատ ատելություն է գեներացնում հասարակության մեջ։ Իսկ կարո՞ղ պատկերացնենք նենց, որ վաղը լինելու է, ասենք, 3 մասնակից, մեկը Նիկոլը, մեկը մեր ձևովը, մեկն էլ մնացած բոլորը իրար հետ համախմբված։ Ինքը վրեժա լուծում այն իրա չվայելած չաբրած տարիների համար։ Եթե մարդը տասնյակ միլիոններ է ունեցել, հիմա ինչի ասենց բանի շքեղության, սոփուշվայտ կյանքի սենց սոված, սենց չտես։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Ձեզ հետ Զարա եւ Ավետիս ոդկասթն է, պետք է ամենասկզբից խնդրեմ մեզ բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք այս նոր տարվա տոների ընթացքում։ Մեզ կարող եք նաեւ մեկնաբանություններ գրել։ Մենք ամեն ինչ ուշի ուշով կարդում ենք։ Ասա որ ուշի ուշով կարդում ենք։ Այո, կարդում ենք եւ արձագանքում ենք անգամ։ Այո, մենք այսօր ամփոփելու ենք 2025 թվականը, այսօր դեկտեմբերի 29-ն է եւ մի փոքր խոսելու ենք 2026 թվականի եւ դրան ունեցած մեր ակնկալիքների, կանխատեսումների մասին։ Համաձայն ես։ Համաձայն եմ ու խրախուսում եմ ու շատ տնական դրամատրությամբ եմ, այնպես որ գնացինք։ Արի ամփոփենք նախորդ շաբաթը հերթական գեղձ պատարագ, շրջիկ պատարագ, չգիտեմ, բան գեղձավատացիաների պատարագ ձախողվեց։ Հիմա շարունակություն լինելու է 26-ին շարունակություն սպասենք եկեղեցու դեմ մարշավների։ Բնականաբար ես հիշում ես, որ շատ կարճ ուղղակի անդրադառնանք դրան, որովհետև իրոք Նիկոլ Փաշինյանը իր այդ վարքագծով հոգնեցրել է թե իր թիմակիցներին, թե ամբողջ հասարակությանին, թե եթե մեզ, այո, պարզ է, որ արշավանքը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ինքը իր մտածածով չի հասել իր նպատակին կամ մինչև հայ հասարակությունը չի հասել իր նպատակին։ Իրանում ասում էիր, որ անդրությունների նախորդին վերջնական ոնց որ թե հա, էլի պաշարման կգնա կամ չգիտեմ, շտուրմի կգնա, ես միշտ ասել եմ, որ իր նպատակը այդ ընտրությունների նախորդին, երբ որ տեսնի, որ իր վիճակը շատ վատ է, իսկ իր վիճակը գնալով անընդհատ վատանում է, ինքը փորձելու է քաղաքացիական բախումներ հրահրի կրոնական հողի վրա, այսինքն բայց բախումներ հրահրելու համար դու պետք է այս կողմից էլ մարդ ունենաս, էլի չես կարա քո մենակ քո թիկնազորով գնաս բախում հրահրես։ Հիմա տեսնում ես, որ գժեր կան, այդ գժերին 20 լատն է 50 Լսի, իրականում բախում հրահրելու համար 50 հոգին էլ է բավարար։ Եթե դու ուզենաս, որ դրանից ինչ-որ մի հատ սենց բոլոլա սարքես ու ասես, որ այո, երկրում արտակարգ դրություն եւ այլն, սենց մի հատ գժական բան անես, հաստատ այդ ռեսուրսը կգտնվի։ Երկրորդը, ինչ եմ ուզում ասեմ, ես այսքան ժամանակ ասում էի, իսկ դու ինձ անընդհատ ասում էիր, ավո դա անհնար է, սենց մի բան, այս պատարագում Նիկոլ Փաշինյանը հռչակեց իր հիմնական նպատակը։ Հապա կաթողիկոսին սպանելը։ Հիշում ես այդ Գառնիի բացի աղբորպես։ Հիշում եմ, որ դու կանխատեսում էիր, որ սպանելու է, բայց լսի, այդ Գառնի համայնքապետարանի աշխատակիցներից մեկը իշխանության լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարեց, որ կաթողիկոսի հարցը պետք է լուծվի նրա գլխին քարով խփելու եւ սատկացնելու միջոցով։ Ուզում ես ասես հիմա Նիկոլը խոսում է, չգիտեմ, Գառնի համայնքապետի աշխատակցի բերանով։ Չի կարում ինքը իր բերանով ասի այդ ամեն ինչը կամ անի։ Ինքը սկզբից խոսում է ուրիշների բերանով, ինքը երբ որ գործելու ժամանակը գա, ինքը կգործի ուրիշների ձեռքերով։ Ես ուզում եմ ասեմ, որ դա պատահական չէր դրվել շրջանառության մեջ։ Համաձայն ես թե չէ։
Զարա ջան, եթե դա պատահականություն լիներ, Ահա. իշխանության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը դա եթեր չէր հեռարձակի։ Ես համաձայն եմ, որ անպատժելիության մթնոլորտը, որ բռնության կոչերը իշխանության աջակիցների կողմից ոչ միայն ներվում են, այլև չնկատելու են տալիս, որ այս երկրում գոյություն չունի ոչ իրավապահ մարմիններ, ոչ մի, չգիտեմ, առհասարակ որևիցե ինստիտուտ կառույց չի աշխատում, բայց մյուս կողմից համաձայն չեմ էլի, որ ինքը ինչ այդ տղուանն է, ջնդոյա, ինչ որ տես մանկանուն ունի, ջնդոյին հատուկ հանձնարել է, լեկը գնաս կասես կաթողիկոսին քարը գլխին կտանք կսպանենք, կարծում ես այդ մակարդակի ենք իջել, հա։ Զարա, նայի։ Չեմ զարմանա, բայց կարծում Լսի, ես նախ ես էլ չեմ զարմանա, որ հատուկ ինստրուկտաժ է արվել, որ հենց այտենց ասվի եւ լրագրողին էլ հանձնարարվել է, որ գնա այդ ինստրուկտաժ արած մարդու հետ ջնդոյի հետ խոսա, ջնգոյի, չգիտենք։ Նայի, սա մի տարբերակ, բայց երբ որ հանրային ատելությունը անընդհատ բորբոքվում է, հասկանում ես, մի գալիս է կուլմինացիան գալիս է այն պահը, երբ որ մարդը արդեն այդ գազազատ զանգվածը, լսի, սկսում է դիմել վայրագությունների։ Նայի, հիմա մի հատ sense քեզ օրինակ բերեմ, մեր դիտողներն էլ թող ասեն։ Դու ի՞նչ է մտածում ես, որ օրինակ Սումգայիթյան ջարդերը, ասենք իշխանությունը հատուկ հրահանգեր տվե, լսի, ոչ, երբ որ դու հասարակությանը ասում ես, որ դուք անպատժելի եք ու նրանց համապատասխան ատելություն ես խրախուսում, մարդու մոտ արթնանում է այդ գազանային բանը, այդ մոլուցքը ու ինքը հատկապես այդ այտենց գժական զանգվածները, անկառավարելի զանգվածները դառնում են գործիք քո բաների ձեռքը։ Երբ որ դու դրանք զսպած ես պահում, լսի, հասարակության մեջ միշտ կան, չէ, այտենց զանգված կա, որը ամեն մի աննորմալության, ամեն մի հանցագործության, խժդժության պատրաստ է։ Բայց բանա, չէ, իշխանության բանը այնա, որ ինքը պահում է հանրային նորմերը։ Բայց երբ որ դու դա խրախուսում ես, երբ որ դու սկսում ես անընդհատ Նիկոլ Փաշինյանը անընդհատ ատելություն է գեներացնում հասարակության մեջ։ Գեներացնում է ատելություն մի կողմից եւ մյուս կողմից ցույց է տալի, որ դուք ձեր գործողությունների մեջ անպատիժ եք լինելու։ Բայց ես ուրիշ բան ասեմ։ Ես օրինակ երեք գնացել էի իրական պատարագի։ Էջմիածին, այո։ Եվ ես ուզում եմ նայի մի կողմից նայում ես Նիկոլ Փաշինյանի այդ գժական գրգիր ջղաձիկ դեմքը, շրջապակված հազարավոր ոստիկանների, լսի, դասը ոստիկան չկար հազարավոր։ Ոչ, ես քեզ ասեմ, ուրեմն Երևանից մինչև Գառնի, եթե դու ճանապարհը նայես, ես Արմավիրում եմ ապրում, գիտեմ թե դա ոնց է հսկվում։ Լսի, հազարավոր մարդիկ ամեն կիլոմետրի, ամեն 500 մետրի վրա մարդ է կանգնում։ Լսի, ու ես քեզ մի բան ասեմ։ Ու ես տեսնում եմ թե կաթողիկոսը ոնց է մտնում բան։ Ոնց է գնում պատարագի, ես էլ եմ այդ կադրերը տեսել, ոնց է մարդկանց օժնելով, այդ շարքի միջոցով անց։ Շատ քեզ ասեմ, տես տպավորիչ, շատ ինչ որ տենց աստվածային բան տպավորություն է թողնում։ Իրա դեմքի այդ հանդարտությունը, այդ բանը, վստահությունը իրոք դա իր հավատացյալ հոտի հետ շփվելու այդ ցանկությունը, այդ ընդհանուր էլի, այդ ընդհանուր մթնոլորտը, որ մարդիկ խոնարհվում են ինքը ձեր, սա մի հատ sense մարդու հոգին լուսավորվում է մարդու մեջ, իսկ sense նայում ես դրանց այդ ջղագրգիռը, տենց գժական դեմքերը եւ մի բան էլ ու այս թեման ինձ թվում է արժի ավարտել։ Իրականում ես ընդհանրապես հարցնում եի, ասում էի մյուս տարի շարունակել հարցակումը թե չէ։ Մի բան էլ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ընդունեցին, որ իրանք քրիստոնյա չեն եւ իրենք Նիկոլ Փաշինյանի աղանդի հետևորդներ։ Որտեւ Վահե Ղալոմյանն ասում է, ես պատարագ եմ գնում, մենակ եթե Նիկոլը գնում է, ես ասում եմ, ի՞նչ է ասում, անցյալ կիրակի ուր է եղել Նիկոլը։ Ասում են Նիկոլը քաղաքում չի եղել, պատարագի չի գնացել, ասում եմ, դե ես էլ չեմ գնացել։ Եվ ոչ միայն Վահե Ղալոմյանը, ընդեղ էլի տարբեր ԿՊԵ-ական падգամավորների, պաշտոնյաների, լրագրողները հարցում են ինչի, ասում են, քանի որ մեր առաջնորդը պատարագի չի գնացել, մենք չենք գնացել։ Այսինքն ինչ է նշանակում, որ մենք գործ ունենք առանձին վերսած նիկոլական աղանդի հետ, որը քրիստոնեական եկեղեցու հետ։ Հայկական եկեղեցիները ինչի են օգտագործում, թող կանչի իր դաչեքի տարածքում, դրանց հետ պատարագանի բռնել։ Նիկոլական եկեղեցիներ հələ չկան։
Թու ասենք հաստատ մեզ հեռու բայ։ Ահա։ Լավ, այս ենթադրում ենք, որ Մարիաթորի դեմ հարցակումներս հասկանալու է Քարոզարշավին ինչքան մոտ, այնքան շատ։ Այսինքն մենք այդ կանխատեսումը անում ենք մյուս տարվա, որ շարունակելու ենք, դեռ այս պատերազմը ավարտված չի։ Ճիշտ է։ Այո։ Հիմա մի ուրիշ հարց։ Շատ տարօրինակ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Մի կողմից ոնց որ նոր քաղաքական միավորներ են ձևավորվում, մյուս կողմից ոնց որ ժողովրդի մի մասը համարում է, որ ընտրությունները բան են, ասենց ֆիկցիա են, չի աշխատելու, Նիկոլ ամեն ինչ անելու է, որ ընտրություն չլինի որպես այդպեսի, բայց դրա հետ մեկտեղ ինչ որ սպասումներ կան մյուս տարվա ընտրություններից։ Հիմա մի քանի դեպք են ունեցել, որտեղ նոր ուժերի ներկայացուցիչներն ասում են, պետք է նախկինները չառաջադրվեն, մի քանի դեպք են ունեցել, որտեղ սոցհարցումներն ասում են, որ այս նոր ձևավորված ուժը առաջատարն է, գլխավոր ընդդիմադիրն է, եթե ոչ իշխանության հավակնորդը։ Ինչ կանխատեսումներ մենք ունենք ոչ թե ընտրությունների արդյունքի մասին, որովհետև դա հնարավոր չի կանխատեսել, մենք չգիտենք Նիկոլ ում կգրանցի, ում չի գրանցի, այլ այդ Հանրային տրամադրությունների։ նախընտրական հանրային տրամադրությունների։ Նայ, ես ուզում եմ, քանի որ մենք խոսեցինք, որ մենք մեկնաբանություններին անդրադառնում ենք, ես ուզում եմ երկու մեկնաբանություն իրար միացնեմ ու նաև որոնք անմիջականորեն վերաբերվում են քո այդ ասած ընտրություններին եւ նայ մեր հետևորդներից մեկը գրում է որ արդյոք ձեր կարծիքով 2006 թվականի 26 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխանությունը կփոխվի թե չի փոխվի իսկ մեր հետևորդներից մեկն էլ գրում է որ հասարակությանը պետք չի հուսահատության մղել իհարկե որտեղ ընտրության մասնակցությունը ամենակարևոր ցուցանիշն է այո ես ուզում եմ ասեմ որ անկախ ամեն ինչից ճիշտ է մենք տեսեք ասում ենք որ ընտրությունները կեղծվելու են եւ այլն եւ Նիկոլը փորձելու է այդ ընտրակեղծարարության միջոցով իշխանությունը զավթել բայց դա որևէ կերպ չի նշանակում որ մենք ասում ենք որ ընտրություններին պետք չի մասնակցել ընդհակառակը որովհետեւ երբ որ մենք չենք գնում ընտրությունների մասնակցում մենք Նիկոլին հնարավորություն ենք տալի ավելի քիչ կեղծիք անելու Սենց ասեմ մենք պետք է մեր ընտրական իրավունքին հետամուտ լինենք եւ նախընտրական փուլում որ ինքը գրանցի բոլոր այն կուսակցությունները ում մենք ուզում ենք այդ ընտրացուցակում քվեաթերթիկում տեսնել եւ պետք է նաեւ հետամուտ լինենք ընտրություններից հետո եթե հասկացանք որ մեր քվեն տեղ չի հասել եթե ինքը դրեց չգիտեմ նկարչությամբ զբաղվեց ասեց ես 95% ձայն եմ հավաքել երկրում մենք այդ իր կեղծարարությանը պետք է դիմադրենք այո եւ հետո երբ որ մարդը գնում է ինքը գնում է ինչքան շատ մարդ է գնում ընտրության այնքան շատ մարդ է Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկում հանրային մթնոլորտը դառնում է նենց որ մենք բոլորս գնացել ենք Նիկոլ Փաշինյանին դեմ ենք քվեարկել ինքը ընտրվել է ու քվեարկությունից հետո պարզվել է որ ինքը երբ որ մենք ասում ենք բերեք բոյկոտենք ամեն մարդ մտածում է որ ես չեմ գնացել ընտրատեղամաս իսկ գուցե Նիկոլի կողմնակիցները գնացել են եւ նրանք հաստատ գնալու են էլի մեռածել են դերեք գնալու ունեն տպավորություն է ստեղծվում որ իրականում հնարավոր է տեսականորեն որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է ոչ մենք բոլորս գնալու ենք ընտրատեղամաս մենք բոլորս քվեարկելու ենք Նիկոլ Փաշինյանին եւ այդ քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանին ասեցի Փաշինյանի դեմ եւ Փաշինյանի դեմ իհարկե հա եւ բանը քվեարկության արդյունքները հետամուտ են գնելու 95-5 ա լինելու իրականում 95-5 ա լինելու եւ հիմի թե Նիկոլ Փաշինյանը ոնց է այդ 5%-ը փորձելու 50 դարձնի դա արդեն իր խնդիրն է ինչ վերաբերում է այդ ուժերին Տես նոր ձևավորվող եւ այլն որովհետեւ մենակ մեր ձևովի մասին չի էս պահին խոսքը էլի ոնց որ թե դաշտում շատ ուժեր են հայտնվում բաներ կան հայտեր կան նայ Ես մի բան եմ ասում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների իշխանության հիմնական հակառակորդ ուժը դա մեր ձևով շարժումն է ակնհայտ իրականություն կապիտան очевидность Ահա ինչի համար եմ դա ասում Նայ ես օրինակ ապրում եմ Արմավիրում Ես ամեն օր նայում եմ տեսնում եմ թե ոնց են իրանց դրսևորում տարբեր քաղաքական ուժեր Սառա ջան տարբեր ուժեր ունեն իբր գրասենյակներ դրանք մեռած գրասենյակներ են Արմավիրում բոլոր ուժերը ունեն գրասենյակներ Ու են հիմնական ուժերը էլի ենթադրենք չգիտեմ դաշնակցություն ունի չգիտեմ ասենք բանը չեմ ուզում անուններ տան որ նեղանան Հետո սկսեն ռազմորկեք անել խիափակված բայց ես մի բան կարամ ասեմ մեր ձևով շարժման գրասենյակը
չափազանց ակտիվ է։ Ոչ միայն չափազանց ակտիվ է, այլ ես մի երկու անգամ այնտեղ մտել դուրս եմ եկել, մարդկանց հետ խոսել եմ, տասնյակ ժամանակ ալինում 100-ից ավել մարդ ա լինում։ Բայց հետաքրքիր բան ասեմ, էլի, նկատել ես, մեր ձևով դա հրապարակում է, չէ, իրան շարժմանը ինչքան մարդ է միացել, ասենք 13000, 14000, 15000, հիմա 16000 են արդեն։ Բոլոր այս հրապարակումներից հետո իշխանական այդ բանը, այն ֆեյքերի ֆաբրիկան սկսում է բաներ նյութեր տարածել, թե սուտ են, կեղծ են, են, վնաս տպավորություն է, որ իրենց ամենաշատը այդ շարժմանը միացող մարդկանց քանակն է անհանգստացնում։ Ամենածանրը այդ են տանում։ Մեկ էլ Նարեկ Կարապետյանի ասածները, բայց իրականում հիմնական մեզ է։ Դարա ես վստահ եմ, որ այդ հրապարակվող թվերը իրական են, ինչի համար եմ ասում, որովհետև ես օրինակ որ ասում եմ գնացել եմ շարժման գրասենյակ, սկսել եմ հարցնել, չէ, ասենք տարբեր գյուղերում ես ծանոթներ ունեմ։ Հարցնում եմ, այս գյուղում ով կա, այն գյուղում ով կա։ Ուրեմն պատկերացնում ես Արմավիրի բոլոր գյուղերում Մարդ ունեն։ Մարդիկ ունեն։ Մարդ չէ, մի մարդ չէ, երկու մարդ չէ, երեք մարդ չէ։ Այդ նշանակում է, որ ասենք թե ու ես այդ մարդկանց ճանաչում եմ, մի մասին այնտեղ տեսնում եմ, խոսում եմ, հարցնում եմ տրամադրությունները։ Հիմա բան կանեն իշխանականները կասեն, մի դու ես միացել մեր ձևովին, դրա համար նստածով Ես չեմ միացել մեր ձևով շարժմանը, բայց ես գնալու եմ եւ քվեարկելու եմ մեր ձևով շարժմանը։ Ինչի համար եմ դա ասում։ Ասում ես չեմ ամանչում, ախպեր, վերջին մեկին պետք է քվեարկեմ, հո Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ին չեմ քվեարկելու։ Լսի, ես ուրիշ բան եմ ասում։ Մի հատ արի անալոգիա եմ ուզում անեմ, որ հասկանանք։ Լսի, Հայաստանի ընտրությունների պատմությունը ցույց է տալի, որ ամեն ընտրություն ունենում է իր դոմինանտ ուժը։ Այսինքն հասարակությունը միշտ տեսնում է մի հատ ուժի, որը ընդունակա փոխել իրավիճակը։ Հիմա նայի 90 շատ sense համառոտ հերթով անցնենք 90-91 թվականներին դա ՀՀՇ-ն էր, որը դեմ էր դուրս եկել կոմունիստական կուսակցությանը եւ բանը հասարակությունը գնում էր 90 թվականն էլ 91-ին էլ ՀՀՇ-ին ընտրել։ Եկավ 96 թվականը, դա ԱԺՄ-ն էր։ 96 թվականին Վազգեն Մանուկյանի կուսակցությունը, որի ձեռից ընտրությունների արդյունքները խլեցին։ Եվ ես քեզ մի բան ասեմ, ես երբեք իշխող կուսակցությանը չեմ ընտրել։ Ոչ 90-91 թվականներին, ոչ միշտ ընտրել եմ դոմինանտ ուժին։ Միշտ ընտրել եմ որ մտածել եմ, որ սա է։ Ով կարա հաղթի, չէ՞, այդ սկզբունքով։ 96 թվականին Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն էր դոմինանտ ուժը։ Ընդամենը 1.5 տարի հետո, այսինքն 96-ի սեպտեմբերին ընտրություններն էին, 8 թվականի փետրվարին նոր ընտրություններ էին, այդ ժամանակ արդեն դոմինանտ Կարեն Դեմիրճյանն չէ, Կարեն Դեմիրճյանն է։ Հələ միացած չէին։ Դեռ միացած չէին։ Կարեն Դեմիրճյանն էր։ Կարեն Դեմիրճյանն էր, որը առաջադրվել էր Հայաստանի սոցիալիստական կուսակցության կողմից։ Նայի, անցավ ընդամենը 5 տարի, բնականաբար հիշում եք, որ սպանվեց 99 թվականի հոկտեմբերի 27-ի այդ բանի ոճրագործության արդյունքում 98 թվականի 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ դոմինանտ ուժը արդեն բանն էր, ՀԺԿ-ն էր, չէ, ՀԺԿ-ն, նրա որդին Ստեփան Դեմիրճյանն էր։ Անցավ եւս 5 տարի։ 2003 թվականին արդեն ՀԺԿ-ին էլ ոչ մեկ 2008 կներեք, մեկ ուղի էլի մի մարդ ենք, բան։ Ուզում եմ որ արագ եմ ասում։ Լսի 2003-ին Կարեն Դեմիրճյանի որդին էր Ստեփան Դեմիրճյանը, հասարակությունը տես իրան ձայն տվեց, բայց անցավ 5 տարի, արդեն էլ հասարակությունը ասեց ընկեր դու չես կարող, դու մաշվել ես 13-ին, Ռաֆի Հովհաննիսյանն էր։ Այ, Հովհաննիսյանը։ Ռաֆի Հովհաննիսյանը էլի չկարացավ հասարակությունը մի անգամ գնում է ձայնը տալիս է, Հետո չի կարում տերելնի իր ձայնը։ Ասում ախպեր ջան, դու պարտվեցի, դու մենք էլ պարտվողի հետևից երկրորդ անգամ չենք գնալու։ Արդեն 18 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն էր, մի մարդ, որին 10 տարի առաջ հասարակությունը մերժել էր։ 18 թվական։ Այո, 2008 թվականին։ Հա, 2008 թվականին, կներեք, 2008 թվականի այդ մարտի բանը։ Սախարնեցինք իրար։ 2003-ին 96-ին Կարեն Դեմիրճյանն էր։ Չէ, 96-ին չէ։ 96-ին բանն էր, Վազգեն Մանուկյանն էր։ 98-ին Կարեն Դեմիրճյանն էր։ 98-ին 2003-ին բանն էր
Ստեփան Դեմիրճյանն էր Ստեփան Դեմիրճյան։ 2003-ին։ Okay, 2008-ին ստացվում է ով էր բաններ, մարտի 1-ներ, Լևոն Տեր-Պետրոսյանն էր, Սպասի, բա Ռաֆի Հովանեսյանը։ Ռաֆի Հովանեսյանը առաջ է եղել, Հա, Ռաֆի Հովանեսյանը 13 թվականին էր։ 13, Բանից, Լևոն Տեր-Պետրոսյանից հետո էր։ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն էր, 2013-ին Ռաֆի Հովանեսյանն էր, 2017-ին ով էր գլխավոր ընդդիմադիրը։ Լսի, 13-ին քանի որ նախագահական ընտրություններ չէր, խորհրդարանական ընտրություններ էր, բայց նաև դրանք ինչ որ իմաստով 13-ին թե 17-ին։ 17-ին խորհրդարանական ընտրություններ են, բայց դրանք նաև ինչ որ իմաստով նախագահական ընտրությունների Դա բան արդեն վարչապետի սխեմաներ Հա, չէ։ վարչապետի սխեման, բայց հասարակությունը դրանք հələ որ չէր ընկալում որպես բան նախագահական Ինչ կընդդիմադիր ուժ, ես այդտեղ չեմ ապրել Հայաստանում, պատմի։ մի մասը ձայները sense կիսվեցին, լղոզվեց բան եղավ, մի մասը գնաց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, մի մասը գնաց Երկդաշինքին։ Երկդաշինքը անցավ է հիշում եմ, 2018-ին հիշում ենք ինչ եղավ, նրանից հետո մի անգամ Քոչարյանն ա եղել, այս անգամ լինելու է մեր ձևով։ 100%։ Ես տեսնելու։ Նայ, մարդիկ Հիմա մենակ բնում է կանխատեսես, իրանց ունեցածը բավարար է։ Ես մի բան եմ ուզում ասեմ, երբ որ մարդիկ ասում են մեղադրում են, չէ, ասենք շատ ժամանակ ես էլ որ այնց տարբեր շրջապատում խոսում եմ, ասում են դու պաշտպանում ես օլիգարխի, բան, չգիտեմ։ Սի, ես մի հատ բան եմ ասում, նման մեղադրանքներին ի պատասխան մի հատ բան եմ ասում։ Սամվել Կարապետյանի կապիտալը գիտենք թե որտեղից է։ Դա իր սեփական կապիտալն է։ Այսինքն մարդը ծախսում է փող։ Արեք Ժողովուրդ ջան, անկեղծ խոսենք։ Ընտրությունը դա նաև կապիտալի պայքար է։ Առանց փողի ընտրություն հնարավոր չի։ Թե չէ եսը դուք առաջադրվեինք։ Չէ, ամբողջ աշխարհում ընտրությունները դա նաև լուրջ ծախս է, այո։ Ինչքան էլ մենք ասենք, որ մարդիկ պետք է գաղափարապես, բայց այդ մարդիկ որ ճանաչեն, որ այդ մարդիկ հասանելիություն ունենան այդ ինֆորմացիային, թեկուզ գաղափարներին հասանելիություն ունենան, դա էլ է փող։ Լսի, այդ շտաբները, այդ նախընտրական ծախսերը, այդ բանը։ Լսի, ես միշտ ասում եմ, որ Սամվել Կարապետյանի կապիտալը դա հայտնի է, դրա ծագման աղբյուրը գոնե ես գիտեմ։ Հիմա մենք կարանք ասենք մյուս ընդդիմադիր կուսակցությունների կապիտալի ծագման աղբյուրը։ Լավ, դե դու էլի քեզ հետաքրքրում, ուրիշ բան հարցրու ասա, մենք ուզում ենք էլի սոված ընդդիմադիր բերենք, ոնց որ Նիկոլեն Քեին, որ գան իրանց կապիտալը պարզ լինի էլի որտեղից է, բայց մեր հաշվին լինի։ Կապիտալի ծագման աղբյուրը, փողի ծագման աղբյուրը շատ կարևոր է։ Ինչի համար, որովհետև 2018 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը բռնազավթում էր իշխանությունը, հասարակությունը իրականում չգիտեր, թե ինչ փող է կանգնած Նիկոլ Փաշինյանի հետևում։ Եվ այսօր, երբ որ մենք տեսնում ենք, թե ինչ փող է կանգնած Նիկոլ Փաշինյանի հետևում, դրանից նաև հետևություն ենք անում, թե ում շահերին է ինքը ի վերջո ծառայում։ Նիկոլը սարսափելի սոված է եկել։ Ոչ, արի անկեղծ լինենք։ Փող տվել են, որ ինքը Կարոզար Շավանի ու կարողանա գա, բայց որ ինքը կուշ չի եղել, որ իր ամբողջ թիմը, չգիտեմ, պարտքով բարերում այդ լեգենդ չի էլի։ Իր թիմը կարող է, ես ձեզ մի բան եմ ասում, շատ հստակ եմ ասում, Նիկոլ Փաշինյանը 18 թվականին մինչև վարչապետ դառնալը դոլարային միլիոնատեր էր։ Բազմաթիվ միլիոնների կարողություն։ Զարա, դու շատ միամիտ մարդ ես, շատ։ Ես ասում եմ իմ իմացածը։ Դու խոսում ես քո ենթադրությունների մասին։ Ենթադրություն չի, աղբոր պես եւ դոլարային միլիոնատերը դա տենց եսի մի գումար չի, երկու հատ տուն ունենա, էլի դոլարային միլիոնատերը։ Ես խոսում եմ տասնյակ միլիոնների մասին, տասնյակ։ Զարա, ինքը ուղակի հասարակությանը խաբելու համար վարում է։ Բա ինչիա սենց սոված։ Եթե մարդը տասնյակ միլիոններ է ունեցել, հիմա ինչիա սենց բանի շքեղության, սոփուշվայտյանքի սենց սոված, սենց չտես։ Ասեմ ինչի համար, Զարա, ինքը լինելով դոլարային միլիոնատեր, ստիպված է եղել զսպել իրա փող ծախսելու այդ իր ունեցվածքը կարող պրոստը իր փողերը չի ուզեցել ծախսի այդ Կորեյկոյի սինդրոմը, այո, Կորեյկոն շատ լավ Իլֆը եւ Պետրովը
Հարցը ժլատության մասին չի։ Լսի, երբ որ քո առաջ կա իբր թե քաղաքական նպատակ, դու չես կարա օլիգարխիկ կյանք վարել եւ վայելել ու հասարակությունը տենա, որ դու ասենք քշում ես, ասենք 100-150 հազարանոց մեքենա կամ ապրում ես 3-4 միլիոնանոց վիլայում։ Ուղղակի իր տիպաժներ է, էլի, որ ինքը տենց ձեր նման աղքատ է։ Ապրես ինքը մտել էր այդ դերի մեջ, ձեր նման աղքատի դերի մեջ, այսինքն Ողջունեմ ատամներս սարքեմ բանց, այս վիճակները։ տեսար, դու եկար իմ մտքին։ Հիմա, երբ որ ինքը արդեն էլ այդ խնդիրը չունի, այսինքն ինքը բռնազավթել է իշխանությունը, ինքը էլ խնդիր չունի հասարակությանը խաբելու, թե ես ձեր միջի ձեր նման մարդ եմ։ Ինքը վրեժա լուծում այն իրա չվայելած չաբրած տարիների համար։ Հա, վրեժա լուծում։ Ասում է այն ինչը որ չեմ հասցրել անեմ, ենթադրենք 45 տարի կամ 43 տարի տանջվել եմ ձեզ խաբելու վրա։ Հաշվին եմ անելու, դաժե իմ փողով չեմ անելու, ձեր հաշվին։ Մոռանանք Նիկոլին, տարեվերջան հաղորդումը մի փչացրու Նիկոլի բանը։ Հիմա ասենք մյուս քաղաքական ուժերին։ Զարա ջան, մյուս քաղաքական ուժերը մեծ հաշվով նպաստելու են Նիկոլի իշխանության պահպանմանը։ Կարող է շատ վատ բան եմ ասում։ Եթե փոշիացնում են ձայները, դու դա ես ասում։ Այո, եթե փոշիացնում։ Եթե մեզ դաշինք չի լինում, իսկ կարեք պատկերացնենք նենց, որ վաղը լինելու է, ասենք 3 մասնակից, մեկը Նիկոլը, մեկը մեր ձևովը, մեկն էլ մնացած բոլորը իրար հետ համախմբված։ Եթե նման ես ուրիշ բան կարամ ասեմ, թող լինի Նիկոլը, եթե ես ելնեմ մեր ձևով շարժման փոխարեն, ես կոչ կանեմ բոլորին միանալ մեզ։ Այո, առաջարկեմ Դա հնարավոր տարբերակ, բայց ասենք եթե իրանք արդեն հայտարարել են որ նախկին նախագահների հետ չեն տեսնում, պիտի նոր անուն լինի, հա, որովհետև Նարեկի ասած այդ էր փաստացի այդ ասուլ բանի տարեվերջան միջոցառման ժամանակ կարա լինի երկու մեծ դաշինք, էլի, մի հատ մեր ձևով, մի հատ ես կարծում եմ, որ Նարեկի ասածը այն էր, որ նախկին նախագահները անձամբ չառաջադրվեն մեկ եւ իրանք անձամբ երբ որ դու ինքդ ցուցակը չես գլխավորում, դա նշանակում է նաև, որ դու իշխանությունը վերադառնալու, իշխանությունը վերականգնելու հավակնություն չունես, բայց դա չի նշանակում, որ ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը, չգիտեմ, ենթադրվում է, որ դա դաշնակցությունն է, կամ Սերժ Սարգսյանի կուսակցությունը, գլխավորած կուսակցությունը, հանրապետություն։ Կամ առհասարակ անդամները, լավ, չասենք որպես միավոր կուսակցությունը, բայց ասենք մարդիկ, որոնք արդյունավետ են եղել, որոնք քաղաքական գործիչներ են, որոնք արդեն 20 տարի այս երկրում քաղաքականության մեջ են, դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի չառաջադրվելով կամ Ռոբերտ Քոչարյանի չառաջադրվելով իրանք պիտի դադարեն բանը քաղաքականությամբ զբաղվելու։ Չգիտեմ, գնան բանով բիզնես անեն, էլի, դա տենց մի քիչ չակասական բան է։ Եթե այդ ֆորմատով միավորվեն, իրականում ես ենթադրում եմ, որ մեր մյուս տարվա գլխավոր հոդված գրելու թեման է դա լինելու, որ չհամարձակվեք առաջադրվեք առանձին, չհամարձակվեք առաջադրեք, որ ով առանձին կառաջադրվի 2-3000 ձայն ունենալով հանդերձ, դրանց պետքա հələ այն բանի էլի, թռիչքի մեջ էլ խփել էլի, որ իրենք չհասցնեն միջև վերջ գնան այդ։ Այո, որովհետև այդ մարդիկ ընդամենը ինչքան էլ սուր քննադատեն Նիկոլ Փաշինյանին, տան վերջի հայհոյանքը, տան վերջի անեծքը կամ վստահեցնեմ, որ իրանք անցողիկ են, որ իրանք հզոր են, էլեկտորատ ունեն, կապ չունի, էլի։ Ընդ որում շատ ուժեր, որպեսզի այդ մեղադրանքից զերծ մնան, ստեղծվել են ընդամենը մի 5 ամիս, 3 ամիս առաջ։ Ինչի համար եմ ասում։ Որովհետև եթե դուք նպատակ ունեիք քաղաքական process-ին մասնակցել, գրանցվեիք 2-3 տարի առաջ, մասնակցեիք թիմ ընտրություններին եւ ցույց տայիք, որ դուք իրականում ընդունակեք ինչ որ հանրային ռեսուրս բանանել, մոբիլիզացնել։ Եթե էլեկտորատ ունեք, տուպ էլեկտորատ ունեք, ձեզ ընտրող ունեք, մարդը գնալու է մտնի այդ խցիկը, ձեր անունի առաջ պլյուսիկ դնի։ Ես մի բան կարամ ասեմ, որ այս մեղադրանքը չի վերաբերվում մենակ մի քաղաքական ուժի։ Դա Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժն է։ Ինչի համար եմ ասում։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը, իր կողմնակիցները, չգիտեմ, դա քանի որ դա այտենց ընդգծված մի կուսակցություն չի, այլ իր կողմնակիցներ ասենք, որոնք շատ ժամանակ հանդես են գալի տարբեր կուսակցությունների անուններ, օգտագործում են տարբեր կուսակցական հարթակներ, սենց ասեմ։ Ու առհասարակ անկուսակցական են լինում։ Անկուսակցական։ Չէ, ես թիմերի
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները բոլոր թիմ ընտրություններին, գրեթե բոլոր թիմ ընտրություններին մասնակցել են եւ որոշակի հաջողություններ ունեցել են։ Մենք հասկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի ձևավորված ուժը անկախ նրանից ինքը կառաջադրվի թե չէ, ավելի լավ է չառաջադրվի, իհարկե ինչ որ անցողիկ ձայներ ունի։ Մնացած բոլորը, ասենք Հայկ Մարությանը, որ վիդեոյով, լայվով մեյդան անգնում ասում կամ Հակը հարմար պահա մազերս ֆենածա բանա, ասեմ, որ ես մասնակցում։ Հակը իրականում ուրիշ բան արեց, Հակը չգիտեմ նկատեցի՞ր թե չէ, իրանք թողեցին դեռ դաշինք կազմելու հնարավորությունը։ Այսինքն հայտարարեցին, որ անպայման առաջադրվելու են, բայց չասացին, որ անպայման մենակ են առաջադրվելու։ Ասեցին, հնարավոր է նաև համագործակցության ինչ-որ ֆորմատներ։ Այսինքն այդ պատուհանը բաց են թողել։ Հակը հանգիստ կարա մեր ձևով մտնի։ Այնտեղ բանան, կրոնական հակասություններ չկան ինձ թվում։ Ինձ էլ է թվում։ Ես ուրիշ բան եմ, եթե պետքա մասնակցեն ու նախորդ ընտրությունների փորձը հաշվի առնելով, ստանան 1, 2, 1.5, 2.5, ընդ որում ինչքան շատ այնքան ավելի վատ, այնքան ավելի ամոթ, ավելի լավ 100 ձայն ունենաս, քան 10,000, էլի։ Այո, որովհետև երբ որ 100 ձայն ունես, դու ընդդիմությունից գողանում ես 100 ձայն, եթե 10,000 ձայն ես ստանում, գողանում ես 10,000 ձայն ընդդիմությունից։ Համաձայնում։ Մեր մյուս տարվա մի խոսքով բանն է, գործնական պլանն է, մենք պիտի դրանց բոլորին այն որ նապադլյոտի խփենք, որ չհասնեն տեղ, չհասնեն չտան այդ փաստաթղթերը, ցանկություն չառաջանա իրանց մոտ տենց բախտ փորձել, էլի։ Մի հատ տարբերակ էլ այնա, որ ենթադրենք իդեպ ես ասեմ, մենք այդքան խոսում ենք, դու գիտես, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը դիմել է կուսակցություն գրանցելու համար։ Պետք է հունվարին լինի կարծեմ գրանցումը։ Չէ, հունվարին կարծեմ նոր հավաք պետքա լինի։ Հայամետ անունով քաղաքական ուժ։ Գիտես, մի քիչ քեզ անունը դուր չեկավ Հայամետ։ Ես մի քիչ շատ դուր չի գալիս։ Մեր ձևովը կա արդեն, էլի։ Լավ է, էլի մեր ձևով։ Լսի, Հայամետն էլ գիտես ինչի համար են։ Ես հետաքրքրվել եմ ինչի որոշեցիք Հայամետ, ասում են, որ մեր տարբեր մարդիկ մեզ մեղադրում են մեկ ռուսամետ լինելու, մեկ ամերիկամետ լինելու համար, չգիտեմ, էսամետ, տենամետ լինելու։ Նիկոլի ընտրազանգվածն կարա ինչի մեջ ուզում է մեղադրի, բայց իրանք արդեն բրենդ ունեն, արդեն բան Նիկոլեք հա, հաստատ, չէ, մեր ձևովի մասին էի ասում, ինքը արդեն ճանաչելի ֆորմատ է, էլի։ Դե հիմա գիտես մյուս կողմից էլ այդ է հետաքրքիր, որ հայամետներն ընդդեմ թուրքամետների, էլի, այդ դիմակայությունը սիրուն է ստացվելու։ Ծանր տարի ենք ունենալու, ծանր։ Ի վերջո մարդկանց ասենք փողոցում տեսնելու ես, հարցնելու ես, հիմա դու հայամետ ես, թե թուրքամետ ես։ Սիրուն է, բայց ասա այտենց առաջի հայացքից կարող է մի քիչ ծանր անունա։ Ուրիշ ձև եմ հարցում, ասում եմ նիկոլական ես թե չէ, որ ասում եմ նիկոլականում, ասում եմ всё, ես գնացի լավ։ Չէ, բայց կարաս, բայց այտենց էլ է, այտենց ավելի սիրուն է։ Հիմա դու հայամետ ես, թե թուրքամետ ես։ Արի, քանի որ տենց բան ենք անում բլոգերով մեր համար ամենակարևոր թեմաներն ենք մյուս տարվա կանխատեսում անում ու քննարկում ինչա կատարվել այս տարի, ուզում եմ իրականում ինձ թվում է այս երկրում 3 կարևոր տենց բլոգ կա, հա, մեկը եկեղեցին է, որովհետև բոլորիս է վերաբերվում, մյուսը ընտրություններն է, որովհետև բոլորիս է վերաբերվում, եւ երրորդը արտաքին քաղաքականությունն է, որովհետև սկսած պատերազմից վերջացրած մեր հողերը տալով բոլոր կոնֆիգուրացիաները կարա ունենա ու բոլոր կոնֆիգուրացիաները կարա ունենա միջև ընտրություններ։ Ուզում եմ բանանս, ինձ մխիթարես ասես, որ միջև ընտրություններ ոչ ման չի անելու, որ ռեյտինգը չընկնի, գնա նորմալ ընտրություններ։ Նայեք, մենք գիտենք, որ հունվարի 1-ից ասում են, որ իբրև թե բացվելու է հայ-թուրքական սահմանը։ Ինչի եմ ասում իբրև թե, որովհետև այն ինչ որ երրորդ երկրի ոնց որ անձանց համար է բացվելու։ Դա ընդհանրապես սահման բացել չի։ Երկրների միջև սահմանը բացվում է ինչի համար, որ այդ երկրների քաղաքացիները գնալ գալու հնարավորություն ունենան։ Եթե Հայաստանի ու Թուրքիայի սահմանը բացվում է, թուրքերը պետք է չկարանան գան Հայաստան, ու պետք է Այո, պետք է չկայանան գնան, բայց ասեք օրինակ չինացի կարան գնան։ Լսի, եւ երկրորդը այդ ճանապարհը բացվում է, այդ ճանապարհով բեռնափոխադրում չի իրականացվելու։ Պատկերացնում ես ինչ զիլ բան է։ Անիմաստ։ Կարան ճանապարհել չլներ, կարան պրոստը սարերից մի հատ արահետ բացեն։ Ես իմ տարբերակը ունեմ։ Ասում են երրորդ երկրի քաղաքացիներ, չէ։ Լսի, ինձ թվում է թուրքերը հումանիտար միջանցք են բացել նիկոլականների համար։ Քանի որ իրանք Հայաստանի քաղաքացիություն են։ Մեծ մասը Հայաստանի քաղաքացիություն չունի, իմ կարծիքով։ Ինձ թվում է, որ նրանք Հայաստանի
Հիմա ասենք Ոչ 2026 միայն թվին այդտային քաղաքացիություն չունենալով հայ չեն երևի թե էլի իրանց գործողություններից դատելով միանշանակ այդ եզրակացության Դե հա, հայ չեն դա միանշանակ է։ Քաղաքացի չլնելը ես չեմ կարա ապացուցեմ, որովհետև դա պետքա ուրիշ երկրի паспорт անձնագիր ունեն, տեսնես, որ ասես, բայց որ հայ չեն դա միանշանակ է, որովհետև Ենթադրում ենք, որ ադրբեջանցի են, թուրքերը բացում են, որ իրանց ես չեմ ախպերները կարող ասեմ, գնան։ լսի կարող է ազգություն չունենան էլ, հասկանում ես, պարտադիր չի որ մարդը կան մարդիկ, որոնք ազգություն չունեն։ Հիմա ասենք չունի, այդ մարդը զրկվել է, ազգային պատկանելությունից զրկվել է։ Հիմի ես քեզ հարց եմ տալի, կարա քո կարծիքով թուրքերը ուղակի ասեն ախպեր ջան, հումանիտար միջանցք է, երբ որ ասենք իրավիճակը այնքան ողբերգական կլինի, որ դուք էլ չեք կարանա մնա 26 թվի ընտրություններից հետո գոնե կարանաք Մարգարայի բանով սահմանակետով արագի մեջ ազդեք Թուրքիա։ 30 կիլոմետր է։ Ну Դաշը ճանապարհն ոտով կարելի է գնալ։ Լսի ճանապարհն էլ հատուկ Նիկոլ Փաշինյանը ասֆալտապատել է մինչև բանի կամուրջի բերանը, Էտա։ այդ 30 սրընթաց կարող անցնել։ Որովհետև դա զվարթնոցը փակ կլինի ենթադրում եմ, այդ խնդիր կլինի։ Չէ, հետո ասենք ինչ ինքնաթիռով պետք է, ասենք այդ բորտ 1-ով կարող է ասենք մի, չէ, այդքանը չտեղավորվեն։ Այդ բա ոնց։ Հետո կարող է ինքը չտանի։ Տարար լրիվ հումորի, էլի մի հատ լուրջ ասա, կհասցնի մի բան տա միջև ընտրություններ, թե չէ։ Ինչ տա։ Ես ինչի բանեմ, ասենք Բագրատաշյանի մասին են խոսում, Սյունիքում սահմանազատման մասին են խոսում, բանում ոնց որ ուզում է շարունակի տավուշում, ով իմանա։ Զարա, ես մի բան գիտեմ, որ ադրբեջանցիները ու թուրքերը թույլ են տվել, որպեսզի ինքը հետաձգի տալու բանը։ Այսինքն չի տալու ռեժիմը։ Հա, այսինքն իրանք ասել են, որ եթե պետք է տար այս 25 թվականին կտար։ Նայ 26 թվականին մինչև ընտրությունները 5 ամիս է մնացել ընտրություններ։ Նկատի ունենանք, որ 5 ամիս մինչև ընտրությունները ինքը հաստատ իրան բան են արել, էլի, ասեն զերծ չեն արել։ Թողել են հանգիստ ապրի PR-ի, մի բան էլ լսեն սամամաման բացում անհասկանալի երկրի քաղաքացիների համար, որ այդ էլ խաղաղության կոնցեպտի մեջ PR-ի Քարոզարշավանի։ Հա, ադրբեջանական բենզին բերի ծախի, ադրբեջանով, չգիտեմ, ծորեն ու բան բերի։ Էլի վատ չի։ Այդ նշանակման, որ մենք մինչև գոնե ընտրություններ ժամանակ ունենք ադրբեջանցի 300,000 ման չի գալու, անհասկանալի կերպար, սա նոր տարածքներ չի տալու, հանգիստ խղճով կարանք նորմալ Քարոզարշավ անենք։ Այո, բայց Հայաստանի ընտրությունը բոլորի համար պարզ է, որ այդ քո ասած արտաքին քաղաքականություն, չգիտեմ, Հայաստանի ընտրությունը դա ադրբեջանական-թուրքական գաղութի ու ասենք, ինչ ասեմ, կիսանկախ, ну այն մինչև մի քիչ նեյտրալ, մի քիչ արժանապատվություն ունեցող։ Հա, այն երկիրը, որը մենք ունեցել ենք մինչև 2018 թվականը։ Նայ, լսի, իրական ես այդ եմ մտածում, գիտես, որ բանա Քարոզարշավի մեջ, օրինակ ընդդիմադիրները ճիշտ կլինի ներառեն, որ դա սա ընտրությունա ոչ թե ներքին վարչապետի, հա, ով, չգիտեմ, հարկերը կբարձրացնի կամ ով բանի կարմիր գծերի գինը կիչացնի, այլ սա ընտրությունը արտաքին քաղաքականության մեջ մենք ընտրում ենք գնալ 300,000 ադրբեջանցի ընդունել, չգիտեմ, հրաժարվել մեր բոլոր ցանկացած պատկերացումներից, թե ուզում ենք այլ ճանապարհ։ Լսի, նայ, յուրաքանչյուր երկիր ունի զարգացման իր տեսլականը, ասենք մոդելը, ասենք նայ, բացի Հայաստանից ես ասում։ Չէ, Հայաստանն էլ ունի։ Հիմա նայ, մինչև 2018 թվականը մեր երկրի զարգացման մոդելը հետևյալն էր։ Տես կար կա Հայաստան, ասում ենք ոնց ենք մենք պատկերացնում մեր տնտեսությունը։ Դե տնտեսությունը եւ արտաքին քաղաքականությունը դրանք երկու շատ փող շահկապված, իրար կապված բաներ են։ Առանց մեկը մյուսի անհնար է։ Ընդհանրապես արտաքին քաղաքականության իմաստը տնտեսական շահերը սպասարկելն է։ Նայ, դա մինչև 18 թվականը Հայաստանի զարգացման մոդելը հետևյալն էր։ Կար ԵԱՏՄ, կար Ռուսաստան, Ռուսաստանը ունի էժան էներգետիկներ, էներգառեսուրսներ, դա գազն է, դա վառելիքն է, բենզին, դիզել վառելիք եւ ատոմային բան վառելիք։ Եվ կա ռուսական էժան հումք։
Չգիտեմ, ծորեն, գարի, բան սոյան եւ այլն եւ այլն եւ այլն։ Այն ինչի պակասը մենք ունենք։ Այն ինչի պակասը մենք ունենք։ Մենք բերում ենք Ռուսաստանից ստանում ենք էժան հումք, էժան բան էներգակիրներ, էներգետիկներ էի ասում, էներգակիրներ, դրանց հաշվին Հայաստանում զարգացնում ենք որոշակի արտադրություն եւ այդ ապրանքը արտահանում ենք ռուսական Սկսած կոնյակից վերջացրած պամիդորով։ ամեն ինչով, շինանյութով, չգիտեմ, ամեն ինչով։ Հիմա այդ մոդելը, սրանք ասում են, այդ մոդելը մեզ պետք չի։ Մեր ուզած մոդելը դա թուրքական հնազանդեցման մոդելն է։ Համարժեքություն չկա, բայց Լսի։ էներգակիրները դրանք թանկ են տալու, որպես շուկան չեն բացվելու։ Թուրքիան էներգակիրներ ընդհանրապես չունի, ինքը ներմուծող երկիր է, ադրբեջանական էներգակիրները իրանց չեն հերիքում մի մասով, նկատի ունեմ, որ Ադրբեջանը հիմա Եվրոպա արտահանման գազ արտահանելու մեծ բան ունի, պոտենցիալ ունի, այսինքն ընդեղից պահանջարկ կա, ինքը չի հասցնում, եթե դու պատկերացնում ես, եթե Դե պարզում ես զեղչ գնով չի տալու, հասկանալի, ակնհայտ է, իրանց շուկան էլ չեն բացելու, իրանց 300,000 ավելորդին էլ մեզ են ուղարկելու։ Որ բացենել, մենք թուրքական շուկային ինչ ունենք առաջարկելու, ոչ պոմիդոր կարանք առաջարկենք, ոչ կոնյակ են առնում, մուսուլման են չեն էլ խմում։ Ոչ խաղող կարանք առաջարկենք, ոչ տեքստիլ կարանք առաջարկենք։ Եվրոպական շուկան էլ երկար է, հեռու է, թանկ է, մեր ապրանքներն իրենց ստանդարտներին չեն համապատասխանում։ Всё։ Դու այդ քո հարցի պատասխանը տվեցիր։ Հիմա կարենալու ենք այս բան քարոզարշավի շրջանակներում արտաքին քաղաքականությունը որպես կարևոր ընտրություն բերել որպես թեզ։ Կարենալու է ընդդիմադիր դաշտը այդ օգտագործի թե չի կարող։ Զարա ջան, այդ ընդդիմադիր դաշտը, մեր ընդդիմադիր դաշտը, այդ ամեն ինչը շատ լավ գիտակցում է։ Հայ գործարարները, խոշոր գործարարները, մանր գործարարները, միջին գործարարները շատ լավ հասկանում են, որ ինչ ընտրության առաջ է Հայաստանը կանգնած։ Իրանք այս պահին Նիկոլ Փաշինյանին վախենալով ուղղակի չեն կարողանում քայլ անել։ Երբ որ գա հասնի 2026 թվականի ընտրությունների ժամանակը, այդ գործարարները բոլորը կանգնելու են մեր ձևով շարժման կողքը։ Ինչ հաճելի, այս ուրախ նոտայի վրա չշարունակես, շատ լավ կանխատեսում ես, սրանից լավ էլ բան չենք կարող Եվ ասենք։ Հայաստանում ելնելու է շատ հետաքրքիր իրավիճակ։ Մի խոսքով մենք գնում ենք հանգստի, որպեսզի ուժեր բանանենք, հավաքենք, մյուս տարվա այդ մի գոնե 5-6 ամիսը դիմանալու համար, որովհետև ակնկալում ենք, կանխատեսում ենք, որ հետաքրքիր, արագ, չգիտեմ, բուրն էտապ լինելու։ Պիտի ասեմ, որ մենք եթե չենք դուրս գալու մինչև հունվարի 19-ը կարծեմ, 19 առաջին երկշաբթին, որ վերադառնալու ենք, խնդրում եմ մեզ շատ խիստ չդատել, մի քիչ հանգստանանք, որովհետև ծանր տարի է սպասում, բայց սիրով հետևելու ենք ձեր մեկնաբանություններին ու շատ ենք խնդրում մեզ բաժանորդագրվել, որպեսզի այսքան երկար բանից ընդմիջումից հետո էլի իրար գտնենք, ասա։ Ես ձեզ մաղթում եմ ուրախ նոր տարի, լավ նոր տարի եւ վստահ եղեք, որ այնց չի, որ ամեն ինչ կորածա, հաջորդ տարին հաղթանակների տարի։ Մենք անպայման Հայաստանը առանց Նիկոլի մյուս նոր տարվան գոնե մյուս նոր տարին մենք դիմավորելու ենք 27-ը առանց Նիկոլ Փաշինյանի եւ իր այդ փոքրիկ խմբակի։ Ուրա! Հաջողություն։ Հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական հաստատվածի։ Ոչ մի տիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մակը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։